Լինում ա չի լինում, Բաղդադ քաղաքումը մի թագավոր ա լինում։ Մի օր սա ասում ա իր վեզիրին. «Այ վեզիր, արի հլը մի սարսափ հրաման տամ ես, տենամ խալխը կկատարի»։ «Կամքը քունն ա», ասում ա վեզիրը, «ոնց ուզես ընենց էլ արա։ Ումեն էլ մի հրաման ա դուրս գալի քաղաքովը մին, թե ոչ ով չհամարձակվի գիշերով իր տանը լույս վառի, լույս վառողին ցցի վրա կնստացնեմ»։ Մութն ընկնելուն պես թագավորը հրամայում ա, որ ման գան քաղաքի միջին, տենան հոմի տեղ էլ ա լույս չկա վառած։ Թագավորի մարդիկը ինչքան ման եկան, ոչ մի տեղ վառած լույս չտեսան։ Էն ա քաղաքի ծերն էին հասել, մին էլ մի տան միջին լույս ա երևում։ Ուսուլով մտան նեքսև, թակ կացան, ինչ տեսնեն, հրենիկ ջուլհակը նստած բանում ա դազգահի առաջին, կողքին էլ կնիկը ճախարակով թել ա մանում, ականջ դրին, թե ինչ են խոսում։ «Այ մարդ», ասեց կնիկը, «աչքերս գնում են, քունս տանում ա, բեր գլուխդ դիր ծնկանս, քնի», ասեց մարդը։ Կնիկը դրեց գլուխը մարդու ծնկանն ու քնեց։ Մի քիչ վաղ որ անցկացավ, մարդը զարթնացրեց կնկանը։ «Այ կնիկ», ասեց, «դու հիմի նստի քու ճախարակին, ես մի քիչ աչքս կպցնեմ», ասեց ու գլուխը դրեց կնկա ծնկանն ու քնեց։ Տեղն ու տեղը իմաց տվին թագավորին, թե սաղ քաղաքի միջին մենակ մի ջուլհակի տանն էր լույս վառած։ «Բերեք ինձ մոտ էդ ջուլհակին», հրամայեց թագավորը։ Էն րոպեին գնացին ու բերին։ «Դու էդքանի գլխանի ես, որ չես կատարում իմ հրամանը»։ «Ես հրամայել էի, չէ՞, ասեց, որ գիշերը քաղաքումը ոչ ով լույս չվառի»։ «Թագավորն ապրած կենա», ասում ա ջուլհակը, «ես աղքատ մարդ եմ, իմ ապրուստը իմ ձեռի աշխատանքն ա, ես որ օր ու գիշեր չաշխատեմ, մի կտոր հացի կարոտ կմնամ, լսի ինչ եմ ասում քեզ»։ Ուզում ա սրան թագավորը փորձի։ Երևում ա, որ դու լավ մարդ ես, ափսոս չի, որ ջուլհակություն անես, գնա կնկանդ սպանի, արի դարձիր իմ վեզիրը, կեր, խմի, քեֆ արա, մինչև կյանքիդ վերջը։ «Թագավորն ապրած կենա», ասում ա ջուլհակը, «որ իմ փեշակն էլ ձեռիցս խլեն, ես իմ կնկա մի մազին չեմ կպչի»։ «Դե գնա ջիհանդամը, գլուխդ քար ա, որ լավությունը չես ուզում»։ Դուրս ա անում սրան թագավորը։ Մարդուն փորձեցի, տենա սրա կնիկը ինչ տեսակի սանա։ Ջուլհակի կնկանն են կանչում պալատ։ «Թագավորն ապրած կենա», ասում ա ջուլհակի կնիկը, «եկել եմ»։ «Ես գիտեմ, որ դու լավ կնիկ ես», ասում ա թագավորը, «բա մինչև ե՞րբ պիտի մաշվես ճախարակիդ առաջին ու աղքատ ջուլհակի հետ ապրես»։ «Բա ինչ անեմ, թագավորն ապրած կենա»։ «Ինչ անեմը ո՞րն ա», ասում ա թագավորը, «գնա, սպանի մարդուդ, արի քեզ շինեմ ինձ թագուհի, ապրի ինձ մոտ քու քեֆին»։ «Բա մեղքը չես դու»։ «Հավատամ ասածիդ, թագավոր»։ «Հավատամը ո՞րն ա»։ Թագավորն իրա օրումը սուտ չի ասի։ Էս կնիկը որ դուրս ա գնում պալատից, թագավորն ասում ա. «Չլինի սարսափը դրուստ որ սպանի ջուլհակին»։ Մարդ ա ղրկում հետևից, թե գնացեք տեսեք, որ էն տանը լույսը վառած մնա։ Կնիկը դուրս ա գալի, թե չէ, լավ սրում ա դանակը, դնում ծոցն ու նստում ճախարակին։ Քունը որ նեղում ա մարդուն, այ կնիկ ասում ա. «Դու մանի, ես մի քիչ աչքս կպցնեմ»։ «Արի», ասում ա կնիկը, «գլուխդ դիր ծնկանս ու քնի»։ Հենց որ մարդը քնում ա, էս կնիկը դանակը հանում ա ծոցից մարդու գլուխը կտրում, դենը դնում ու լույսը հանգցնում։ Խաբարը բերում են թագավորին, թե էն տան լույսը հանգավ։ «Ախ», ասում ա թագավորը, «ափսոս, որ իմ պատճառով սպանվեց էն անմեղ մարդը։ Ես ուզեցի փորձեմ մարդ ունել, կնկանն էլ։ Ես ինչ իմանայի, որ էն տեսակ հալալ մարդին էդ տեսակ հարամ կնիկ կունենամ»։ Առավոտը որ լույսը բացվում ա, բարին բացվի ձեր գլխին, ձեր որդկերանց գլխին։ Ջուլհակի կնիկը չադիրը գցում ա գլխին, գալի թագավորի պալատը։ «Հրես», ասում ա, «թագավորն ապրած կենա, եկել եմ»։ «Ինչի համար ես եկել»։ «Բա դու չասիր ինձ գնա սպանի մարդուդ, արի կդառնաս իմ թագուհին»։ «Շատ լավ ես արել, որ քո ոտովն ես եկել, առանց իմ կանչելուն», ասում ա թագավորը ու ձեն տալիս դահիճին։ Էս րոպեին էդ կնկա գլուխը թռցրով։ Կնկա գլուխը կտրում են, ամա թագավորը չի կարենում հանգստանալ։ «Այ բախ լինի», ասում ա, «էս տեսակ աշխարհը, թե որ էս ա կնկա սերն ու հավատարմությունը, այ դրանց քոքը կտրվի», կանչում ա իրա վեզիրին։ «Ես գնում եմ որս անեմ», ասում ա, «բալի մի քիչ սիրտս հովանա»։ Վեր կունեց պալատական դահիճներին,
կգնաս առաջ իմ կնանոց գլուխները կկտրես, կգնաս քու տան միջի կնանոց գլուխները կկտրես, վերջը իչքան կնիկ արմատ կա քաղաքի միջին, մինչև 2 տարեկան աղջիկ երեխանցը բոլորին կկոտորես ու կվերջացնես, որ որսիցը ետ դառնամ մի կնիկ ինչա տեսնեմ, գլուխդ կտրել կտամ։ Թագավորն էր ձիուն մի ճիպոտ տվեց, գնաց խեղճ վեզիրն էլ գլուխը կորցրած, սիրտը կոտրած, աղլուխը դրեց աչքերին ու մղկտալով լաց լինելով գնաց տուն։ Էս վեզիրին մի ալևոր հեր ուներ։ Էդ ի՞նչ ա պատահել, այ որդի, ասեց։ Ինչի ես լաց լինում։ Այ հեր, ասեց վեզիրը, թագավորը կատաղել ա։ Պատճառն ի՞նչ ա։ Հավատալու բան չի, հեր, ասեց վեզիրը։ Ախր անըզգամի մեկը մի ջուլհակի կնիկ սպանել ա իր մարդուն։ Դրա վրա էլ թագավորը հրամայել ա ինձ, որ կոտորեմ բոլոր կնանոցը, առաջ իրա ընտանիքի, հետո մեր տան, վերջն էլ սաղ քաղաքի միջի, ընենց որ մի կնիկ արմատ էլ ա մահից չպրծնի։ Որսիցը ետ եկավ, տեսավ մի սաղ մնացած կնիկ, գլուխս կկտրի։ Այ որդի, ասաց հերը, մեկ ա վաղ թե ուշ մեռնելու ես, լավն էնա հիմի մեռնես, որ էդքան կոտորածների մեղքը վիզդ չառնես։ Համա դեռ համբերի մինչև իրիկուն թագավորը, որ ետ եկավ որսից, ինձ տար նրա մոտ, ես մի երկու խոսք կասեմ նրան, թե կարացի կփրկեմ կյանքդ, թե չէ նոր թող գլուխդ կտրի։ Վեզիրը բռնեց հոր ձեռքիցը, տարավ նստեցրեց պալատի դռանը։ Թագավորը որսից ետ եկավ, տեսավ քաղաքը լիքը կանանցով, ոնց թե, բա իրա հրամանը չեն կատարել, ոտը գետնով տվեց, դահիճ գոռաց։ Շուռ եկավ, որ վեզիրի գլուխը թռցնել տա, տեսավ վեզիրի ալևոր հերը դռանը նստած։ Ալևորը ուզեց ոտքի կանգնի, ամա թագավորը էլ ետ նստացրեց նրան։ Դու, ասեց, իմ օղորմածիկ հոր վեզիրն ես եղել, քեզ սազական չի իմ առաջ ոտքի կանգնես, ըստ է ալևորը թե։ Իմ թագավորի որդի թագավոր, իրավունք տուր ինձ, ասավ, մի երկու խոսք ասեմ։ Իրավունքը քոնն ա, վեզիր պապի, ասա, ասեց թագավորը, նստեց ալևորի կողքին։ Ասա, ես լսում եմ։ Իմ թագավորի որդի թագավոր, ասեց ալևորը, իմացած լինես, որ ժամանակի ես ղաչաղ ավազակապետ եմ եղել։ 40 ղաչաղի գլուխ եմ կանգնած, օղորմածիկ քու հերը չկարեցավ իմ հախիցը գա, վախիցը ինձ իրա վեզիր նշանակեց։ Էն գնացած անցկացրած ղաչաղ օրերիցս մի օր, հայ գիտի հա, որդի են իմ ջահել օրերը։ Հա, էն էի ասում, մի օր ճամփին մի ջահել ձիավորի ռաստ եկա։ Անբեղ, անմորուք կլիներ, 15 տարեկան, ոչ ավել, ոչ պակաս։ Էս ձիավորը սազ էր ածում, խաղ ասում, ու հետն էլ լաց լինում։ Ձիզ քաշեցի, մոտեցա սրան։ Ձիուցը վեր արի, ասի, ձիտ էլ շորերդ էլ տուր ինձ, դու գնա։ Հեռացի, մեղքս եկար, կյանքդ քեզ եմ բախշում։ Սա իսկի տերը չելավ, կասեր իրեն չեմ ասում։ Ըստե ես չարացա ու իշխան ուժումս ուժ կար, խփեցի նրա մեջքին կուռզովս, ամա իսկի երեսիս էլ մտիկ չարեց։ Վրա 3 անգամը որ խփեցի սրան, նոր ձիու գլուխը թեքեց իմ կողմը։ Դու, ասեց, շատ պետքա զահլես տանես, բռնեց իմ ձիու նողտիցը, ինձ գետնով տվեց, ուզում էր սպանի, ես ոտներն ընկա ու աղաչեցի։ Աստծու սիրուն ասի, այ ջիվան, ինձ մի սպանի, մահ հավիտյան քեզ ծառա կլինեմ։ Նոր խելքի եկար, ասաց, վեր կաց գնանք։ Վեր կացա, նստեցի ձիուս, երկուսով գնացինք, հասանք մի լեռ քարափի։ Սրա ծերպին մի մեծ ամարատ կար, վերին աշտարակով։ Էս ջիվանը խուրջինից 40 հատ մեծ ու հաստ մեխ հանեց։ Հիմի, ասեց, ես էս մեխերը պատին խփելով կբարձրանամ մինչև ամարատի գլուխը։ Մի սհատ ինձ կսպասես, թե եկա, թե հո չէ, ձիզ կառնես ու կգնաս, Աստված քեզ հետ։ Ասեց, մեխերը պատին խփելով բարձրացավ, հասավ պալատի գլուխն ու չքվեց։ Մի սհատ չանցկացավ, վեր եկավ ներքև, ձեռին մի տղամարդու արնոտ նոր կտրած գլուխ։ Գլուխը գցեց մի պարկի մեջ, պարկը կապեց ձիու թարքին։ Վեր գնանք, ասեց, որ մոտիկացանք քաղաքին, սա ճամփեն ծռեց դեպի գերեզմանոցը։ Կանգնեց մի թազա գերեզմանի մոտ, տոպրակի միջից էն կտրած գլուխը հանեց ու խփեց գերեզմանի քարին։ Հրես, ասեց, Ազիզ ջան, քու դուշմանի գլուխը, դու հանգիստ քնի, ես քո վրեժը հանեցի, համա քու մահիցը ետը, ես էլ ինչ պիտի ապրեմ։ Էս ասիլն ու խանչալը հանիլը մեկ ելավ։ Մինչ ես հասկացա, թե ինչ ա ուզում անի, նա խանչալը խրեց իրա ջանը, ընենց
որ ծերը մի 4 մատ դուրս եկավ մեջքից։ «Լսի ինձ», ասեց, «ես կնիկ արմատ եմ, էս գերեզմանն էլ իմ մարդու գերեզմանն ա։ Ես սպանեցի իմ մարդու դուշմանին, նրա գլուխը կտրեցի, բերի մարդուս մատաղ։ Աստծու անունով աղաչանք եմ անում քեզ, հանի խանչալս, նրանով փորի մարդուս գերեզմանը, ինձ թաղի նրա կողքին։ Մեր դուշմանի գլուխն էր մեր ոտքերի տակին, հող վրատու մեզ վրա ու գնա։ Գնա քեզ հալալ համ իմ ձին, համ մեր դուշմանի սաղ հարստությունը, դու նրա տեղը լավ գիտես, նորեն տեղ էինք։ Իմ թագավորի որդի թագավոր, տեսնում ես, ասեց ալեւորը, էս իմ ասած կնիկն էլ էր կնիկ, ջուլհակի կնիկն էլ էր կնիկ, ամեն տեսակ կնիկ կա աշխարհքի երեսին։ Հիմի դու ուզում ես մի անզգամ կնկա պատճառով բոլորին կոտորես։ Լավ, ասենք թե կոտորիլ տվիր մեր քաղաքի կնանոցը, դրանով աշխարհքի երեսիցը կնանոց քոքո հո չի կտրվի։ Այստեղ թագավորը խորը մտածմունքի մեջ ընկավ։ Վերջն էլ թե. «Հա, վեզիր պապի, դու արդար ես, բախշում եմ քեզ վեզիր որդուդ գլուխը։ Էստեղ ա սազական մեր օղորմածիկ պապերի խոսքը, թե ամեն սարսափ հրաման չեն կատարի»։ Ջուլհակի կնկա հեքիաթը